Առաջին ժամադրության ընթացքում ինչի մասին պետք է խուսափել խոսել։ Առաջին հանդիպումը հաճախ լցված է հույզերով, ոգևորվածություն, սպասումներ, փոքր լարվածություն կամ նույնիսկ ստրես։ Երկու կողմերն էլ փորձում են լավ տպավորություն թողնել, հասկանալ, արդյոք հարաբերությունները կարող են զարգանալ, ուստի զրույցի թեմաները շատ կարևոր են։ Ներկայացնում ենք այն ոլորտները, որոնցից ավելի լավ է առաջին ժամադրության ժամանակ խուսափել, որպեսզի հանդիպումը լինի հանգիստ, հաճելի և դրական հիշողություններ թողնի։ Առաջին՝ նախկին սիրային պատմությունները։ Առաջին ժամադրության ընթացքում անցյալ սիրային հարաբերությունների մասին խոսելը հազվադեպ է նպատակահարմար։ Այսպիսի քննարկումները կարող են առաջացնել ոչ ցանկալի զգացմունքներ կամ համեմատություններ։ Օրինակ, եթե խոսեք նախկին հարաբերության վատ փորձերի մասին, զուգընկերը կարող է զգալ անհարմարություն կամ տհաճություն, հարցնելով ինքն իրեն, արդյոք նա նույնպես պատմության մեջ նման է նրան։ Փոխարենը կարող եք խոսել այն մասին, թե ինչպիսի հարաբերություններ եք փնտրում կամ ինչն է ձեզ համար կարևոր։ Սա ստեղծում է ավելի դրական և վստահելի մթնոլորտ։ Երկրորդ՝ շատ անձնական թեմաները։ Առաջին հանդիպման ժամանակ անձնական, խորապես սերտ թեմաներ, ընտանիք, ֆինանսներ, նախկին հարաբերությունների մանրամասներ, առողջական խնդիրներ կամ ինտիմ կյանք քննարկելը կարող է լարվածություն ստեղծել։ Նման թեմաները վերաբերում են յուրաքանչյուրի ներքին աշխարհին և պահանջում են վստահություն։ Օրինակ, չարժի անմիջապես հարցնել՝ ինչ է ձեր եկամուտը կամ ինչ խնդիրներ ունեք ձեր ընտանիքում։ Այդ հարցերը ավելի ուշ կարելի է վերհանել, երբ երկու կողմերն արդեն զգան միմյանց վստահելի և հարմարավետ։ Երրորդ՝ բացասական կարծիքներ և քննադատություններ։ Առաջին ժամադրության ընթացքում պետք է խուսափել զուգընկերոջ արտաքինի, հագուստի, վարքի կամ հետաքրքրությունների քննադատությունից։ Նման մեկնաբանությունները կարող են անմիջապես վատ տպավորություն թողնել։ Օրինակ, չասեք՝ դու միշտ այսպես ես անում կամ այս հոբին բավականին տարօրինակ է։ Փոխարենը նախընտրելի է կենտրոնանալ դրական կողմերի վրա, հարգանքով արտահայտել հետաքրքրությունը։ Օրինակ, մանրամասն պատմիր քո հոբիի մասին, թվում է շատ հետաքրքիր է։ Սա ստեղծում է ավելի սրտանց ու հանգիստ հաղորդակցություն և թույլ է տալիս երկու կողմերին էլ ավելի ազատ լինել։ Երրորդ՝ քաղաքական և կրոնական թեմաներ։ Քաղաքական հայացքները և կրոնական համոզմունքները շատ հաճախ անձնական և զգայուն թեմաներ են։ Առաջին ժամադրության ընթացքում դրանց քննարկումը կարող է հանգեցնել տարաձայնությունների կամ լարվածությանի։ Օրինակ, եթե մեկը ունենաս խիստ քաղաքական տեսակետ, իսկ մյուսը հակառակը, զրույցը կարող է շուտով վերածվել վեճի։ Առաջին հանդիպման նպատակն է ստեղծել ընկերական և հաճելի մթնոլորտ, այնպես որ նման թեմաները ավելի լավ է թողնել հետագայի համար։ Հինգերորդ՝ դժգոհություններ և բացասականություն։ Առաջին ժամադրության ժամանակ խորհուրդ չի տրվում կենտրոնանալ աշխատանքի, ընկերների կամ կյանքի դժվարությունների մասին բողոքների վրա։ Նման մոտեցումը կարող է տպավորություն թողնել, որ դուք դժգոհ մարդ եք կամ հոգեբանորեն ծանր։ Փոխարենը ավելի արդյունավետ է խոսել հետաքրքրությունների, հոբիների, ճանապարհորդությունների կամ հաճելի հիշողությունների մասին։ Օրինակ, պատմեք վերջին գրքի, ֆիլմի կամ ճամփորդության մասին դրական տոնով։ Սա ստեղծում է թեթև, հանգիստ մթնոլորտ և թույլ է տալիս երկու կողմերին էլ ավելի ազատ լինել։ Վեցերորդ՝ սկզբնական շփման կարևոր մանրամասներ։ Առաջին հանդիպումն է նաև հնարավորություն է նկատել զուգընկերոջ վարքը, խոսքը, ժպիտը, հայացքը և մարմնամշակումը։ Խուսափելով անպիտակ կամ անհարմար թեմաներից, դուք ստեղծում եք այնպիսի միջավայր, որտեղ երկուսն էլ կարող են հանգիստ հաղորդակցվել, ծանոթանալ միմյանց անձնավորությանը, արժեքներին և հետաքրքրություններին, առանց լարվածության։ Եզրափակիչ խորհուրդներ։ Առաջին ժամադրության նպատակը նորից վերթեղելը նույնուն է ոչ միայն լավ տպավորություն թողնել, այլև հանք ստեղծել հնարավոր ապագա հարաբերությունների համար։ Կարևոր է զրույցը պահել դրական, հետաքրքիր և հանգիստ։ Հարգանք ցուցաբերելը, լսել զուգընկերոջը, չխնդրել անհարմար մանրամասներ և կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրությունների վրա կօգնի ստեղծել վստահություն և դրական հիշողություններ։ Հետևելով այս պարզ կանոններին, դուք կարող եք առաջին հանդիպումը դարձնել հաճելի, արդյունավետ և հիշվող երկու կողմերի համար։